պարոն վարչապետ, եթե թույլ կտաք մի քանի թվեր լրացնեմ ձեզ, որոնք բխեցին նաև ձեր մտքերից, մասնավորապես աշխատավարձի մասով հետաքրքիր զարգացումներ կան, դուք նշեցիք ցածր աշխատատեղը եւ ցածր աշխատավարձը, բայց նախորդ տարվա հետ կապված, երբ որ նայում ենք, տեսնում ենք, որ ինչ է տեղի ունեցել, ամենաշատ մասնաբաժինը ավելացել է 500-ից 2 միլիոն դրամ աշխատավարձի հատվածում, 12603 աշխատավարձ ավելացել է, այսինքն եթե անցած տարի եղել է 85072, այս տարի 97675 եւ 14.8% աճ, 7.6%-ով աճել է 2 միլիոն դրամ եւ ավել աշխատավարձ ստացողների բան, այդտեղ աճել է, 8.5%-ով աճել է 150.000-ից ուրեմն 500.000-ը եւ նվազել է, այսինքն ինչու այդ դեպքում ինչի է ընդամենը 4.8% աշխատատեղերի աճը, որովհետեւ մինչեւ 150.000 դրամ ստացողների դեպքում 0.8%-ով աճել է եւ քանի որ ընդհանուր աճել է, այսինքն ստացվում է, որ մինչեւ 150.000 դրամ ստացողները մի կողմից տեղափոխվել են ավելի բարձր աշխատավարձային ուրեմն սեգմենտ, մյուս կողմից էլ նոր աշխատատեղեր են ստեղծվել, որոնք բավականին բարձր աշխատավարձ ունեն եւ մեկ այլ օրինակ էլ բերեմ որպես ապացույց, եթե անցած տարի օրինակ 500-ից 2 միլիոն ստացողները կազմում էին մեր ուրեմն 11.1%-ը մեր աշխատավարձ ստացողների, այս տարի արդեն 12.1%, այսինքն 500-ից 2 միլիոն աշխատավարձ ստացողների մասնաբաժինը ավելացել է ուղիղ 1%-ային կետով ընդհանուրի մեջ եւ 2 միլիոնից ավել է, եթե անցած տարի 1.3% էր, այս տարի 1.4%, այսինքն դրական զարգացումներ այդտեղ կա։ Եվ սա նաև ապացուցվում է, դուք նշեցիք շատ կարևոր բան, որ մենք գիտենք ինչ է կատարվում, բայց միայն մենք չենք ասում դրական ու բացական, նաև միջազգային գործընկերները, օրինակ ջինի գործակիցներ հրապարակվել վերջերս, տարածաշրջանում ամենացածրը մեր մոտ է։ Դա նշանակում է, որ եկամուտները ամենահավասարաչափը տարածաշրջանում Հայաստանում են բաշխվում։ Ինչքան գործակիցը ցածր, այնքան եկամուտները հավասարաչափ են բաշխվում։ Նույնը նաև որ մեկ այլ ապացույց էլ կա, օրինակ Global Innovation Index-ն հրապարակվել, Հայաստանը առաջին անգամ իր պատմության մեջ 60-յակում է հայտնվել, դա նշանակում է, որ արտադրողականության, տեխնոլոգիաների, գիտելիքի, ուրեմն ենթակառուցվածքների վրա պետությունն ու հասարակությունը բավարար ջանքեր է գործադրում եւ այստեղ դրական զարգացումներ ունենք։ Սա այս մասով, մյուս մասով էլ եթե արձագանքեք, էլի ավելացնելու բան կա։ Նույնիսկ դուք նշեցիք ինտենսիվ այգիների մասով տանձ կեռասը, ես ուզում եմ նշել, որ օրինակ լոլիկ, պղպեղ, ծաղիկ, այս դեպքում էլի բացարձակապես դրանք պղպեղն էլ, ծաղիկն էլ վստահաբար 90 եւ ավել տոկոսը ինտենսիվ այգիներն են։ Ջերմոցային տնտեսություններ, այդ նաև դեղց սալոր վերջին ժամանակներում դրանք էլ են տեղափոխվում։ Միայն ծիրանն է, որը նաև իր առանձնահատկություններից ելնելով ավելի շատ ինտենսիվի հիմնականում դեռ ավանդական այգիների հաշվին է տեղի ունենում։